потеря Армении – вот это гигантская проблема. Плевать на международное право, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Պարզ է, չէ, որ սա շարքային ինչ-որ մեկի մտքի պորտկումը չէ, սա Ռուսաստանի կողմից հնչեցվող աշխարհայացք է, որտեղ ինքնիշխան պետությունը ընկալվում է որպես ազդեցության տարածք, իսկ իրավունքը որպես խոչընդոտ։ Հայաստանի համար իրական վտանգը ոչ թե արված այս արտահայտություններն են, այլ այն, որ դրանցով հարթեցնում են վաղվա հնարավոր գործողությունները մեր նկատմամբ ճնշումը դարձնելով սովորական եւ բնական։ Այս հայտարարություններից հետո ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հայկական մուլտիպլեքսից պետք է վերջնականապես անջատել։ Ու կարևոր չէ, որ Հայաստանի մասին սույն անձի զառանցանքները խլացվում են Հայաստանի տարածքում։ Այս մտքերի հեղինակը Հայաստանի հանրային եթերային տարածքում հեռարձակվող ռուսական պետական հեռուստաալիքի կարևոր դեմքն է, եւ այս հայտարարությունները պետք է արժանանան ամենակոշտ պատասխանի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պարտավոր է անհապաղ հրավիրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին եւ հանձնել պաշտոնական բողոք հստակ ձևակերպմամբ, որ Հայաստանի դեմ ուժի կամ այսպես կոչված հատուկ գործողության գաղափարի քարոզն անթույլատրելի է եւ դիտարկվում է որպես թշնամական։ Բայց միայն արձագանքը քիչ է։ Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա համատեղ հայ-ռուսական հոբ համակարգի համաձայնագրից։ Պետք է սահմանի խիստ վերահսկողություն Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի եւ Էրեբունի օդանավակայանի նկատմամբ։ Պետք է արգելել Հայաստանի օդային տարածքում ռուսական օդուժի ցանկացած թռիչք առանց պաշտպանության նախարարության հետ նախնական համաձայնության։ Եվ վերջապես պետք է արագացնել Իրանի եւ Թուրքիայի սահմաններից ռուս սահմանապահների փուլ առ փուլ դուրսբերումը, նրանց փոխարինելով մեր սեփական հայկական ուժերով։ Հայաստանը ոչ մեկի ազդեցության գոտին չէ։ Հայաստանը պետություն է եւ իր տարածքում խաղի կանոնները ինքն է սահմանում։